Եթերում հեռանկարն է։ Հայաստանի կառավարության ղեկավարը նախորդ օրերին մասնակցում էր ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումներին, որտեղ քննարկվող թեմաների օրակարգը բավական հագեցած էր։ Քննարկվող հարցերի համատեքստն ու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները քննարկեն քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Անտինյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Անդրադառնալով ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը, դուք ինչ եք առանձնացրել։ ԱՊՀ-ն բացարձակ կարևոր չի, որտեղ դա ձևական կառույց է ստեղծված օրվանից։ Ավելի շատ ԱՊՀ-ն ոնց որ Պուտինը ցանկանա ցույց տա, ոնց որ խորհրդային միության շարունակության ինչ որ մի բան, որ ոչինչ չի ստացվում։ Ավելի շատ դա հանդիպում էր Պուտինի հետ, ավելին չէր։ ԵԱՏՄ-ն կոնկրետ տիրույթ է տնտեսական, որը համեմատելի չէ ԱՊՀ-ի հետ։ ԵԱՏՄ-ի հանդիպումների հետ կապված նախ հասկանանք, ինչ ենք մենք ակնկալում ԵԱՏՄ-ից, որովհետև պարբերաբար հարցը առաջանում, հիմա մենք գնում ենք Եվրոպա, թե չենք գնում։ Սկիզբը հասկանանք, երբ որ Հայաստանը որոշում կայացրեց, որ մտնի մաքսային միություն 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, որից հետո դա արդեն վերաճեց ԵԱՏՄ-ի Եվրասիական տնտեսական միության, այդ ժամանակ 4 տարի մոտ բանակցում էր Եվրոպայի հետ, որ դառնա ասոցիացված անդամ, որի անբաժանելի մասն էր խորը եւ համապարփակ ազատառևտրի համաձայնագիրը։ Դա կհանգեցներ տեխնացու դառնալու, դա կհանգեցներ անդամակցության։ Այդ քայլը, որը հերթականությամբ պետքա գնար։ Բայց Հայաստանը ընտրեց մաքսային միությունը, որի պարագայում անհամատեղելի այդ երկու մաքսային կառույցների միաժամանակ գտնվելը։ Այդ իսկ պատճառով, երբ որ դա արդեն դարձավ ԵԱՏՄ, նաև մեզ մի հատ ապտակ էլ հասցրեցին, մի հատ ձևական բաներ գումարեցին, որպեսզի Հայաստանը չդառնա հիմնադիր անդամ, 2015 թվականի հունվարի 1-ից հիմնադիրներ դարձան Բելոռուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը, Հայաստանը հաջորդ օրը միացավ։ Այսինքն կարող էին իրանք մի օր սպասեին, բայց պետք էր ասել դու այդքան չկաս, որ մեզ հետ հիմնադիր անդամ լինես։ Հետո Հայաստանը միացավ իրանց։ Բայց հիմա հարցը առաջանում, կարող է Հայաստանը այդպես խորը ինտեգրվելով ԵԱՏՄ-ի մեջ ինչ որ մի պահի թեքվի դեպի Եվրամիություն։ Բացարձակ անհնարին է դա, որովհետև հասկանանք, ԵԱՏՄ-ն համակարգ է։ Դրանից հետո Սերժ Սարգսյանի ժամանակ որոշվեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն Եվրոպայի հետ։ Այդ որ իրանք ասում էին համ, բայց դա սուտ էր։ Համ չի կարող։ Որտեւ սա համակարգ է, սա ընդհանրապես համագործակցություն։ Այս համագործակցությունը այնքան կարող ես ընդլայնել, եթե չի հակասում այս համակարգին։ Ոչ միայն երկու համակարգում միաժամանակ չես լինի, այլ չես կարող ես համակարգում ավելի խորանաս, որը սրան խանգարում է։ Հիմա դուք պատկերացրեք, 17 թվականին ընդունվել է համապարփակ գործընկերության համաձայնագիր, վավերացման process անցնելուց հետո 20 թվականին մտել է ուժի մեջ։ Հիմա եթե 2015 թվականին դուք ինչ որ մի բան պայմանավորվել եք ԵԱՏՄ-ի հետ, այս մեր իրավունքները, այս մեր պարտականությունները, այս մեր ինտեգրացիոն փաթեթը, որտեղ ենք խորանում ու ընդլայնում։ Այդ վիճակով դուք պայմանավորվել եք Եվրոպայի հետ։ Ընդունենք մի փաստաթուղթ, որը չի հակասում սրան։ Հիմա երբ որ դուք 10 տարի խորանում եք ԵԱՏՄ-ի մեջ, հետո կանգնում ասում եք, որ Եվրոպայի հետ էլ ենք խորանում։ Լավ, ում եք ծաղրում, ձեզ, թե ժողովրդին։ Որտեղ պետք է գնալ փոփոխությունների։ Ինչքան էլ նոր փաստաթուղթ Եվրոպայի հետ ստորագրեք, դուք չեք կարող նույնիսկ ամրագրել այն, ինչը որ դուք արդեն ստանձնել եք 17 թվականին։ Ինչու՞, որտեղ 17 թվականին, 15 թվականի ԵԱՏՄ-ի բազայի վրա եք սա ստեղծել։ Իսկ այսօր 25 թվականը մենք ավելի ենք խորացել։ Դուք տեսնեք ինչից են խոսում ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկայի բոլոր կոմպոնենտներից, բա ոնց է Եվրամիություն գնալու։ Հիմա անդրադառնալով այդ ընդհանուր շուկաներին, երկար ժամանակ խոսվում էր գազի ընդհանուր շուկա ձևավորելու մասին, այս անգամ խոսվել է նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկա ձևավորելու մասին։ Իրականում դա հավանական է, իրատեսական է։ Հիմա նայենք, եթե ազնվորեն կանգնեն ասեն, որ հարգելի ժողովուրդ ջան, մենք ձեզ խաբել ենք, մենք Եվրոպա չենք գնում, մեր գործընկերը Ռուսաստանն է, մենք Ռուսաստանից եթե փոխվենք խնդիրներ կունենանք, մարդիկ կարող է ընդունեն կամ չընդունեն, բայց ըմբռնումով կմոտենան։
Բայց երբ որ ասում ես, որ մենք գնում ենք այնտեղ եւ ընդհանուր շուկա ենք ստեղծում, մարդը պարզ հարց է տալիս։ Եթե այսօր մենք ապրանք ենք արտադրում, լամենակ չասենք նավթում, դեպուս դերցնենք գյուղմթերքը։ Ռուսաստան է ուղարկում եւ Ռուսաստանը շատ դեպքերում ասում է սա անորակ է։ Այն դեպքում, երբ որ Ռուսաստան մենք ուղարկում ենք մեր ապրանքի ամենավորակողը, որտեվ այլապես չի վաճառվի լուրջ մրցակցության պետքա դիմանա, չէ, Ռուսաստան հոմենակ Հայաստանը չեն ուղարկում։ Առավել եւս տրանսպորտային ծախսերը մեզ համար ավելի մեծ է։ Եթե մեր ապրանքը մրցունակ չլինի, չեն առնի։ Այսինքն մենք որակով ապրանք ենք ուղարկում, իրանք այդ ապրանքը ասում են այդքան էլ որակով չի։ Դուք պատկերացնում եք մենք ինչ ենք ուտում։ Եթե մեջի որակովը գնում է, ու այդքան էլ որակով չի, եւ մեզ ինչ են ասում, բա եթե անորակը Ռուսաստանը չառնի, էլ ինչ են ԳԱՏՄ-ի անդամ։ Հա, ձեզ պետք է ուղղակի անորակ ապրանք վաճառելու տեղ, որովհետև Եվրոպայում ձեր ապրանքը չեն ընդունի, բայց ասում ենք հարգելիներս, եթե ձեր ապրանքի որակը բարձրացնեք, ստանդարտներին բարձրացնեք Եվրամիության, դուք այդ ապրանքը եթե Եվրամիությունն էլ չուղարկեք, դուք կծախեք արաբական երկրներում, որտեղ խելքից դուրս նավթ ունեն, բայց անապատի մեջ են ապրում։ Դրանք խնդրում են թանկ եւ որակով ապրանք առնել աշխարհի տարբեր տեղերից։ Եթե մեր քթի տակ մենք այդ ապրանքը չենք կարողանում վաճառել, մեր հողատեսքերի կեսը անմշակ է։ Իսկ չենք էլ կարողանում ինտենսիվ այգիներ ստեղծելով հազարու մի տնտեսություններ ստեղծելով կարողանանք մրցունակ ապրանք արտադրենք։ Դրա համար ասում ենք մեր տեղը Եվրամիբանն է, ԵԱՏՄ-ն է, բայց դեպքում մենք ո՞նց ենք հասնելու այն ճամփաբաժանին, որտեղից արդեն պետք է որոշենք, գնում ենք Եվրոպա, թե մնում ենք ԵԱՏՄ։ Հիմա մեզ լսողները այդ հարցը ձեզ կտան, ինչպես պետք է անել, որ այդ ճամփաբաժանին ճիշտ լինի որոշումները։ Այդ ճամփաբաժանին Հայաստանը կհասնի, դուք տեսել եք, չէ՞, կարճաժամկետ բաներ չի դնում Նիկոլ Փաշինյանը, ասում է, այն ինչ որ հիմա անում ենք 1000 տարվա համար է։ Դե հիմա 1000 տարի հետո որ հարցնենք, պետք է ասի դե աշխարհը փոխվել է։ Այսինքն դրա համար կարճաժամկետ որ դնի, պարզ կերևա որ սխալվում է։ Խնդիրը սա է, եթե դու ասում ես, որ ես գնում եմ հասնեմ ճամփաբաժանի, դու չես կարող ասես գնում եմ Շանհայի համագործակցության կազմակերպություն եւ Շանհայից թափով գնամ Բրյուսել։ Այ գնում եմ Մոսկվա եւ այնտեղից թափով գնամ Բրյուսել։ Բրյուսելի ճանապարհը ավելի ուղիղ պետք է նայել։ Այսինքն երբեք դու ստեղ խորանալով ինտեգրվելով չես հասնելու այդ ճամփաբաժանին։ Դա անհնարին է ուղղակի, բացի դրանից։ Հիմա տեսեք, Եվրամիությունը զուտ տնտեսական տիրույթ լինելով, մաքսային տարածք լինելով, նաև քաղաքական ու քաղաքակրթական միություն է, որովհետև երկրներ կան, որ նրա անդամ չեն դառնում, դռների տակ տասնամյակներով կանգնում են, որովհետև չեն համապատասխանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, այսինքն նրանք համալիր են նայում։ Դու կարող ես այս ընտանիքի անդամ լինես, եթե քո բակարդակը այսպեսին լինի։ Դա եթե զուտ տնտեսական տիրույթ լիներ, Թուրքիան մաքսային միության անդամ է Եվրամիության։ Այդ ինչի է իրան կոտորում, որ մտնի Եվրամիություն։ Այդ ինչի է ասում ուզում, եթե քո խնդիրը ապրանք վաճառելն էր։ Եվրամիության 450 միլիոնավոր շուկայում ապրանք վաճառելն էր։ Դու կարողանում ես առանց խնդրի վաճառես։ Ինչ ես ուզում Եվրամիության անդամ դառնաս, քեզ էլ ասում են քո մակարդակը չի բավարարում։ Չեն ասում քո տնտեսության մակարդակը չի բավարարում։ Ինքը արդեն այդ համակարգի անդամ է։ Քո քաղաքական մակարդակը չի համապատասխանում։ Այդ դրա համար Եվրամիությունը դա նաև քաղաքակրթական ընտրություն է, ոչ թե զուտ տնտեսական տիրույթ։ Պարոն Անտոնյան, Հայաստանի Հանրապետությունը նաև հետևյալն է ասում, բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն է պետք վարել, եւ դա նշանակում է, որ մեկը մյուսի հաշվին չպիտի լինի։ Դիվերսիֆիկացնում են հարաբերությունները բոլոր իմաստներով, եւ տնտեսական, եւ ընդհանրապես արտաքին քաղաքական իմաստով։ Հիմա այս դեպքում չկա այն կետը, որտեղ հնարավոր է մեկը մյուսի հաշվին ուղղակի չանել եւ հավասարաչափ կարողանալ ամեն տեղում իր առանձնահատկություններին համապատասխան հարաբերություններ կառուցել։ Հավասարաչափ հնարավոր չի, որտեղ սա միություն է իր իրավունքներով, պարտականություններով, իր համակեցության կանոններով։ Սա ընդհանրապես գործընկերություն է, որը չպետք է հակասի այս միությանը։ Հնարավոր չի հավասարաչափ։ Եթե մեկը ասում է դա հավասարաչափ, այդ ձևի ասում է եւ Սերժ Սարգսյանը, նա էլ էր օգտագործում հավասարակշռված քաղաքականություն։ Իրանից առաջ Վարդան Օսկանն ասում էր կոմպլիմենտար քաղաքականություն։ Այդ բոլոր քաղաքականությունները սաղ գումարած, մեկը կոմպլիմենտար գնում էր Ռուսաստան, մեկը հավասարակշռված գնում էր Ռուսաստան, Նիկոլ Փաշինյանն էլ բալանսավորված է գնում Ռուսաստան։ Ուղղությունը չի փոխվել, ձևակերպումներն են փոխվել, որովհետև այն
խորությամբ, որ ցանկանում են Ռուսաստանի հետ համագործակցել, որ абսուրդը հասել է այն աշճան, որ ասում են մենք Վաշինգտոնում փաստաթուղթ ստորագրեցինք, դրա շնորհիվ դա մեզ օգնեց Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնել։ Այսինքն Ամերիկան մեզ օգնեց, որ Ռուսաստանին ավելի մոտենանք, իդեպ դա Նիկոլ Փաշինյանն է ասել։ Այսինքն այս պարագայում խոսել նրա մասին, որ գնաս Պուտինին ասես շնորհակալություն եմ հայտնում խաղաղության հարցում աջակցելու, երբ որ Պուտինը եթե մեզ խաղաղության համար աջակցել է, մենք միշտ դժգոհ ենք մնացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, որ ասել ենք այդ 20 թվականի նոյեմբերի փաստաթղթի 8 կետը իրանք չեն կարողարել Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Մի կետը պարտադրում են, որ Հայաստանը կատարի, 9-րդ կետը մենք էլ դա չենք կատարում։ Եթե մի փաստաթուղթ այդ կյանքը ունի, Արցախն էլ արդեն Ադրբեջանի կազմում է, այդ փաստաթուղթը ընդամենը զինադադար էր, որ փրկեին գոնե մնացած հայկական Արցախը, որը օրգանապես կապված էր ճանապարհով Հայաստանի հետ, իսկ այդ ճանապարհը վերահսկեին ռուսները։ Հիմա այդ փաստաթղթից հետո եթե Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Պուտինին, բայց այդ դեպքում հարց, օգոստոսի 8-ին ոնց որ թե շնորհակալություն էր հայտնում Դոնալդ Տրամփին։ Հիմա մի հատ հասկանանք, ասում էին Տրամփի հետ ստորագրել ենք, որ Պուտինին Հայաստանից հանենք։ Մեռանք ասելով, եթե դու Տրամփին բերել ես, պետք է ինչ-որ մեկը դուրս գա։ Եթե ոչ մեկը դուրս չի եկել, ուրեմն Ամերիկային դու չես բերել։ Եվ անվտանգության բան Ամերիկան մեզ չի խոստացել։ Հիմա դուք Հայաստանի վրա եք կենտրոնանում, որ մենք այսպես ընտրեցինք կամ այսպես պիտի լինի, բայց արդյոք միայն Հայաստանից է կախված։ Ի վերջո աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ եւ այդ շահերի բախման եւ շահերի համադրության համատեքստում պետք է դիտարկել այս ամենը։ Հիմա առավելագույնը սրված է Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները, սրված այն աշճանի, որ Եվրոպան նույնիսկ հակադրվում է Միացյալ Նահանգների նախագահին։ Եվ ասում է դու առանց մեզ որոշում չես կարող կայացնել։ Ռուսաստանն էլ համարում է ուղղակի թշնամի Եվրոպայի։ Եթե հնարավոր է երկու թշնամիներին անհամատեղելին համատեղել, պետք է ուղղակի շատ անտեղյակ լինել քաղաքականությունից։ Այսինքն երկուսն իրար թշնամի են համարում, դուք այս երկուսի արանքում ի՞նչն եք բալանսավորում։ Եթե նույնիսկ մենք ակտիվ չեզոքություն պահեինք, դա կարող ենք անել Եվրոպա-Ռուսաստան, ակտիվ չեզոքություն Ամերիկա-Իրան։ Բայց մենք միշտ լնում ենք կոնֆլիկտի կողմ, բայց ասում ենք մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում։ Իրանը կանգնում է մեզ դատապարտում է 57 երկրի հետ իսլամական համագործակցության կազմակերպության ընդամենը վերջերս։ Հունիս ամսին շատ եսի մի ժամանակ չէր։ Իրանը դատապարտում է, թե ինչու 300,000 ադրբեջանցու չեք բերում Հայաստան, ինչու չեք վճարում 150 միլիարդ տուգանքը Ադրբեջանին, որ օգտագործել ենք իրանց հանածորներն ու իրանց տարածքները։ Այդ Իրանին մենք աջակցում ենք, դատապարտում ենք Իրանի դեմ կռվողներին, բայց դրա դեմ ինչ ենք մենք ստանում։ Պաղեստինի անկախություն ենք ճանաչում, պետություն ենք ճանաչում, ֆորմալ առումով որ դա ոչինչ չի տալու, Պաղեստինը դրանով պետությունը չի դառնալու։ Բայց այդ պարագայում Պաղեստինը մեզ դատապարտում է, թե ինչու 300,000-ին չեք վերադարձրել։ Հիմա մենք ասենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում։ Ամերիկան եւ Եվրոպան հակաիրանական բանաձև ընդունեց ՄԱԿ-ում, Հայաստանը դեմ եղավ, այսինքն կողմ եղավ Իրանին։ Արդյունքում մենք ինչ շահեցինք։ Ես չեմ ասում Իրանի հետ վատ հարաբերություն ունենանք, պարզապես այնտեղ կար եւ չմասնակցելու եւ ձեռնպահ տարբերակ, բայց մենք դա էլ չարեցինք։ Այսինքն, եթե մենք դառնում ենք կոնֆլիկտի կողմ, չենք կարող զարմանանք, թե այն մյուս կողմը ինչա մեզանից նեղանում։ Նույնը մենք փոքր երկիր ենք, ոչ մեկը մեզ չի պարտադրում անպայման որոշում կայացնել ում կողմից ես։ Բայց նաև ասում են գոնե հակառակորդի կողմից մի եղի։ Իսկ մենք հիմա հակառակորդի կողմից ենք։ Գերմանիա գնում Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպում են, ասում որ մենք չենք գալու ուստեղ, եթե այդ մակարդակին կհասնենք նոր որոշում կկայացնենք, անմիջապես գնում է Ռուսաստան, հանդիպում ունենում ԵԱՏՄ-ի հավաքին միջկառավարական, որտեղի կարգավիճակը առաջի դեմքի մակարդակ չի, որտեղ այնտեղի մասնակցող բոլոր ղեկավարները նախագահական կառավարման համակարգ են։ Այսինքն
եթե նրանց վարչապետն է մասնակցում, պետք է մեր փող վարչապետը մասնակցի։ Բայց Նիկոլ Փաշինյանը Գերմանիայից անմիջապես գնաց Միշուստինի հետ հանդիպելու, ցույց տալով այդ բարեկամական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, բա Միշուստինը հրավիրի ես ոնց կարամ չգնամ։ Եվ այդ կոնտրաստը Այն դեպքում Գերմանիան իր վրա վերցել է շատ լուրջ բեռ Եվրոպայում, մանավանդ այդ ռազմական ծախսերը ավելացնելով իր համախառն ներքին արդյունքը նկատելիորեն գերազանցում է Ռուսաստանի հնան եւ Եվրոպայի ամենամեծ բնակչություն ունեցող երկիրն է, ինքը եթե հիմա զինվում է, դա լուրջ խնդիր է։ Այսինքն մենք հասկանում ենք, որ անվտանգային կոմպոնենտ կարող ենք ունենալ անգամ ՆԱՏՕ-ի անդամ չլինելով։ Հայտ ներկայացնենք ՆԱՏՕ-ի անդամակցության, բայց օգտվենք ուղղակի անվտանգային այն համակարգից, որ այսօր Եվրոպան ունի։ Այսօր Եվրամիությունը անվտանգային համակարգ է ստեղծել, որն ավելի մեծա տարողունակ է, քան անգամ Եվրամիության անդամ երկրները։ Կանադան է մասնակցում, որը ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրամիության անդամ չի, Մեծ Բրիտանիան է մասնակցում, Եվրամիության անդամ չի, Ավստրալիան, Նոր Զելանդիան է մասնակցում, որը անզուսի ռազմական բլոկի անդամ է, Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիան է մասնակցում, Հարավային Կորեան է մասնակցում։ Սրանից ավել ինչ եք ուզում, բավական է մի հատ դիմել Եվրոպային, ստանում ես նրան որպես բոնուս, նաև անվտանգային փաթեթը։ Հիմա անվտանգային փաթեթին անդրադառնալով, Հայաստանը առանձին երկրների հետ ռազմավարական գործակցության փաստաթղթեր ստորագրեց։ Սա նոր հնարավորություններ է։ Այս տեսանկյունից ինչպես եք գնահատում անվտանգության հնարավորություններն ավելացել են։ Հիմա տեսեք, նաև այդ հարցում էր խնդիրը։ Երբ որ օգոստոսի 8-ից հետո Հայաստանում մի հատ sense ալիք բարձրացավ, տեսակ վերջապես անվտանգային հարցը լուծվեց Ամերիկայի հետ։ Ես բարբերաբար ասում եմ, որ 20 տարուց ավել ասել են, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն է եւ Ամերիկայի հետ համագործակցությունը, բայց պետք չի հասարակությանը խաբել։ Դուք Ամերիկայի հետ անվտանգության հարց չեք լուծել։ Ու բացատրում եք, որ չեք լուծել։ Սա ընդհանրապես բիզնես պրոյեկտ է, լավ մի հատ էլ փաստաթուղթ կստորագրեն 49 տարով կամ 99 տարով իրանք կվերցնեն իրանց կառավարման տակ, Հայաստանը կլինի համատեղ ձեռնարկություն, բայց որոշում կայացնող չի լինի։ Բայց այդ պարագայում ինչ էին ասում, սա անվտանգության խնդիր է, Ամերիկան մտավ։ Բայց երբ որ Իրանը ասեց, ես դժգոհ եմ, ես ինչ եք անում, ընդհանրապես վերջերս Ամերիկային մտցնում եք ստեղ, ես դժգոհ եմ, ինչ ասին մեր պաշտոնյաները։ Եղբայր դա ընդհանրապես բիզնես պրոյեկտ է։ Ով է ձեզ ասել, որ մենք Ամերիկային մտցում։ Ինչ Ամերիկա, դուք այդ ինչից եք խոսում։ Այսինքն Հայաստանի հասարակության համար դուք ներքին լսարանի համար ասում եք Ամերիկան անվտանգությունը ապահովում, Իրանին ասում եք չէ, սա ընդհանրապես բիզնես պրոյեկտ է, բայց չեք մտածում, որ այդ երկու հայտարարությունները Հայաստանում կարող են դնել իրար կողքի։ Հիմա այս ինֆորմատիկայի պայմաններում, այս տեղեկատվական հոսքերի պայմանը հնարավոր է մի կարծիք հայտնել ներքին լսարանի համար, մեկը արտաքին։ Նկատի ունեմ, որ այնտեղ զինված ուժեր չեն կանգնելու։ Բայց ո՞նց են անվտանգություն ապահովելու։ Եթե ինքը ներկայացված չի, ո՞նց է, իսկ հետո մի խնդիր, եթե Իրանը դժգոհ մնաց, նա շատ լծակներ ունի մեզ խանգարելու։ Նույնիսկ կարող է ցույց տա, որ չի խանգարում, բայց կարող է խանգարի։ Որևէ մեկը բեռ չի անցկացնի, որի անվտանգությունը պահել հնարավոր չի։ Իսկ Հայաստանն ասում է, ես փարատում եմ այդ կասկածները, ամերիկյան զորք չի լինելու, որ անվտանգություն ապահովի։ Իսկ եթե մի հատ խնդրեմ եղավ, որևէ բեռի նկատմամբ, հիմա հասարակ բան ասեմ, Ուկրաինան հարվածում է որևէ երկրի լցանավերին, որից հետո ապահովագրական ծառայություններն ասում են հոп, վտանգավոր է, մենք գործ չունենք արդեն։ Մի նավի խփումը 100 երկիր խելքը գլուխն է գալի, հասկանում են, որ անիմաստ է ռիսկի դիմել։ Այսինքն մի ապակու վրա քար նետես, կարող է տարբեր երկրներ չցանկանան այդ ճանապարհից օգտվեն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, բայց անվտանգությունն ով է երաշխավորում։ Շնորհակալություն պարոն Անտինյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը քաղաքագետ Էդվարդ Անտինյանն էր։